Ես Իրինա Ղազարյանն եմ, Արտուր Ղազարյանի մայրը։ Ես ուզում եմ ասեմ, դիմում եմ խոսքս Աննա Վարդապետյանին, դատախազին։ Աննա Վարդապետյան, դուք այդքան ջանքեր արեցիք, որ ստեղծեցիք ձեր խումբը եւ հանեցիք այս փաստաթղթերը, որի մեջ կետ առ կետ ձեր առանց մի ստորակետի ու կետի ոչ մի բան չէր փոխվի։ Դուք ասում եք պարոն Փաշինյանին, որ այո, պարոն Փաշինյան, ծնողները ճիշտ են, միանշանակ Արտուր Ղազարյանին սպանել են։ Դաժե ընենց էր Աննա Վարդապետյանը նկարագրում, այդ խումբը ստեղծելուց հետո, գործը նայելուց հետո, որ Փաշինյանը ուզում էր մի բան ասել, ընդհատում էր, ասում էր ոչ, պարոն Փաշինյան, թողեք ես վերջացնեմ եւ ասեմ, որ այո, միանշանակ ծնողը ճիշտ է եւ սպանություն ա եղել։ Այդ ոնց պատահեց, որ Աննա Վարդապետյան, դու հենց դարար երկրի վարչապետ, դատախազ կներեք, դուք դարակ դատախազ ու միանգամից ձեր որոշումը փոխեցիք։ Ոնց է ստացվում։ Այսինքն դու սա գալի, ի սկզբանե ոնց որ Աննա Վարդապետյանը ստով սկսեց, ստով էլ ինքը վերջացնում է։ Ես պնդում եմ եւ ասում եմ, իմ տղային սպանել են։ Իմ տղան Հադրութում 300 զորամասում տեսել է, որ իր հրամանատար Ջանգիրյան Մարտինը իրանց ասել է, որ 14-ի երեկոյանը, որ դուք պետք է թուրքերի հետ առուվարճակ անեք նարկոտիկի ու բանի հետ, ոսկու հետ։ Իմ տղայի հետ ես խոսացել եմ, վերջի խոսակցությունն ա եղել։ Իմ տղայի հետ մինչև 17-ը ես խոսակցություն չեմ ունեցել։ Ես ասում եմ, որ իմ տղան տեսել է այդ կեղտերը, դրա համար դուք իմ տղային վերացրել եք։ Ուզում են երկրի դատախազներ լինեն, ուզում են քնիչներ լինեն, ուզում են ովքեր ուզում են լինի, իմ տղային սպանել են, իմ տղան այդ գաղտնիքը պետք է դուրս չբերեր, ոնց որ Ղարաբաղը ծախեցին, 2 օր չկարացան պահեին, նույն էլ իմ տղան այդ գաղտնիքը տեսավ, իմ տղայի գլուխը իրան կերան։ Ես ինչ եմ ասում, եթե իմ տղան հիվանդ լիներ, ես գիտեք ինչ կանեի, այդ տղայի ծնողը ես եմ եղել, ես եմ բերել։ 19 տարի իմ տղան մի խնդիր չի ունեցել։ Ոնց եղավ, որ իմ տղային սպանեցիք, ես ուղղակի լուսանկարներն եմ ուզում ցույց տամ, որ դուք իբրև ասում եք, որ իմ տղայի 2 գնդերի արանքը կա ուռուցք 4-4-ի վրա։ Ես խնդրում եմ մի հատ տեսեք, դուք բացել եք արդեն ձեր այդ կոտրած ձեռքով, դատաբժիշկները արդեն բացել են։ Ոնց է պատահում, որ դուք գլուխը բացում եք, դուք նկարում եք, դուք արդեն բացել եք իմ տղայի գլուխը, արդեն բաց է։ Դուք արդեն բացել եք։ Ու դուք գիտեք ինչն եք անում, ուռուցքը ցույց տալու տեղը, դուք նկարում եք այլ տեղերը իմ տղայի, դուք նկարում եք մարմինը, դուք նկարում եք ոտքերը, դուք նկարում եք ուրիշ բաներ եք դուք նկարում, դուք տեսնում եք դուք ինչեր եք նկարում, իսկ եթե ուռուցք լիներ, դուք դատաբժշկականը ձեր արդեն իմ տղայի գլուխը բացել էր, այդ ուռուցքը, եթե իմ տղան տառապել է, ես 15 տարի է ես ասում եմ բոլոր պատկամարմիններին, եթե իմ տղան տառապել է այդ հիվանդությամբ, իրանք պարտավոր էին, հանեին այդ ուռուցքը, ցույց տային ծնողին, ասեին, որ գիտեք ինչ, Տիկին Ղազարյան, ցավում եմ, բայց ձեր տղայի գլխի մեջ առաջացել է ուռուցք։ Ես ինչի եմ էսի ասում, իմ տղայի շորերը, որ բերել են, ամբողջության արյան մեջ ա եղել, ձմեռային բուժլատը։ Ոնց է ստացվում, որ եթե իմ տղան գլխի մեջը ուռուցք ունեցե, ամբողջական բուժլատը արյան մեջ է։ Ոնց է ստացվում։ Ոնց է ստացվում, որ իմ տղային հլա վիրահատություն առաջ չլինեին, Ղարաբաղից իմ տղայի գլուխը սենց ներկա զիրյոնկայով բերել են։ Ոնց է ստացվում, որ իմ տղայի սենց համազգեստները, բանը սենց ամեն ինչը սենց նեխած բերել լցրել են։ Այս հարցերի պատասխանը ով պետք է տա։ Տիկին Վարդապետյան, դուք լավ եք հասկանում ու ձեզի ձեռ չի տալի, որ դուք ոչ մի զինվորի գործ բացահայտեք, որովհետև դուք այդ զինվորի գործերով, այրան գործերով, իրանք սնվում են, իրանք ապրում են, իրանք շնչում են, իրանք վամպիրների նման, իրանք սպասում են, որ զինվորի երբ պետք է մահանա, որ իրանք ապրեն շնչեն։ Աննա Վարդապետյանը երկրի ստախոս դատախազն է։
Ստախոս է, որովհետև ինքն է կետ առ կետ ուսումնասիրել իմ տղայի գործը, ուսումնասիրել է, եւ Նիկոլին ասել, որ էսի սպանություն է։ Նուժելի Աննա Վարդապետյան, դու, ես գիտեմ, որ դու մայր եղել ես, բայց ես ընտանեկան հարցերում չեմ մտնում, բայց բաներ կա, դու ի վերջով կին ես, կին, ու դու մի ստախոս եղի։ Դու ծնողներին տենում ես, դու ծնողներին ի սկզբանե ասում ես, գիտեք ինչ, ես ամեն ինչ անելու եմ, որ այս գործերը բացահայտվի, բայց ինչ եղավ Վարդապետյան։ Դիմում եմ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյան, ոնց եղավ, որ ի սկզբանե դուք նստեցիք վարչապետ, ծնողներին հաջորդ օրը ընդունեցիք ու ասիք, դուք միայն իմ հետ գործ կունենաք, բայց ինչ եղավ Փաշինյան հետ գործերը։ Այսինքն դու սա գալի բոլորը նստում եք այդ աթոռի վրա, այս զինվորներին տալիս են պետությանը, գլուխներ ուտում են, գցում են, ինչի համար։ Ու այսօրվա օրը դու սա գալի, որ ես տղա եմ ուղարկել բանակ, ուղարկել եմ իմ տղային բանակ, ու իմ տղայի բոլոր փաստաթղթերը վերացել, այսինքն ես ուղարկել եմ, իմ տղային տալ են այլ երկիր, իմ տղայի գլուխը կերել են, այսօր որ իմ տղան փաստաթղթեր պետք է չունենա։ Սա մենք ունենք պետություն, թե ես ինչու, ես դիմեմ Ալիևին, որ գնամ Ալիևի ձեռը բռնեմ, ասեմ, Ալիև ջան, գիտես եկել եմ իմ տղայի փաստաթղթերն եմ ես ուզում պահանջում եմ։ Ի վերջով իմ տղային ես տվել եմ պետությանը։ Պետության եմ, իրանք զինվորին չեն գնահատում, իրանց մոտ այդ զինվոր գնահատել, իրանց մեջ այդ մարդկային բաները չունեն։ Ում դիմես են, այսինքն անհիմն իմ տղայի գործը կարճել են, ինչի համար, իմ տղայի գործը տվել են Ղարաբաղցու Դանելյանին, որ ինքը նստի ու ասի ես կարճում եմ, ես ինչքան եմ համոզված, որ այդ Դանելյանի մատը խառը չի։ Նույն հադրութում են սպանին տղային։ Այդ իրանց կեղտերը տեսնելու համար ես ինչքանով եմ համոզված։ Միգուցե հենց այդ ով սպանել է Դանելյանին են տվել գործը։ Ես կասկածում եմ իր հրամանատարն ա եղել, Ջանգիրան Մարտինը, նարկոման հարբեցող ու սաղ զինվորների վրա ճնշելով, նա ասել է, որ բոլորը պետք է այս նարկոտիկի գործ անեք, որովհետև ես համոզված եմ ասում, 14-ի երեկոյան ես իմ տղայի հետ խոսացել եմ։ Իմ տղան եղել է առողջ, իմ տղայի մոտ մի հատ խնդիր չի եղել, ուղղակի գիտեք ինչն է բան, դուք մի հատ սենց նայեք, իմ տղային սենց որ բերել են, պարկացրել, մետը 86 բոյն ա եղել, 45 համարի կոշիկ ա հագել, ու բերել են այսքան մուլտիկի, բացինք են այսքան տվել են 42 համարի, ասում են, սա ձեր տղայինն ա, բացառվում ա, իսկ ամիսներ հետո, իմ տղայի դեպքից հետո, իրա հետի ծառայողը Արսեն Գրիգորյանը, որը որ հետախույզ ա եղել, հիմա ասում են իբրև ինքը չի ծառայել հադրութում, ոնց կարող ա պատահի, ես կառավարության շենքի մոտ կանգնեմ ու ասեն, ինձ ասել են, որ ահա Արտուր Ղազարյանի հետ ծառայել եմ, ինքը հիվանդ չի եղել, դաժե ձեր տղան արժանացել ա սև բերետի, ու հիմա ինքը հերքում ա, այսինքն ինչի, ես իմ հավիճուտ էի պահել, տվեցի իմ երեխուն, տարան, ու իմ երեխու ոչ մի հետքերը չկա, ումա ձեր տարի, որ զին իմ տղայի գործը փակում են, այսինքն իմ տղան այն բանն ա տեսել հադրութում, որ այսօր օրը հադրութս ես ծախեցին, այն բաներ տեսել, որ իմ հետախույզ տղու գլուխը կերան, ու բոլոր արխիվային բան, գործեր դիմում ենք, ասում են չկա այս փաստաթղթերը, այսինքն իմ տղու բոլոր փաստաթղթերը վերացրել են։ Լրացում անեմ ես ձեր հարցի կապակցությամբ, ըստ պաշտոնական վարկածի Արտուր Ղազարյանի գլխացավերով տեղափոխում են Հադրութի բժշկական կենտրոն, մոտավորապես առավոտյան լուսադեմի ժամը 4:30-ի սահմաններում։ 2010 թվականի դեկտեմբերի 17-ի մասին է խոսքը։ Հիվանդանոց է այցելում նաև Զորամասի հրամանատարը, Զորամասի բավականին բարձրաստիճան սպանը, ինչպես նաև պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալներ, գեներալներ, գեներալ-մայոր Մակարյան եւ այլն, բավականին մեծ քանակի բարձրաստիճան զինվորականներ։ Սերան Օհանյան, ինչի մենակ ոչ միայն Զորամասի հրամանատարությունը, այլ նաև պաշտպանության բանակի հրամանատարներ։ Անմիջապես հիվանդանոցից այս ամբողջ անձնակազմը մեկնում է դիրքեր։ Միաժամանակ Արտուր Ղազարյանին բուժօգնություն ցուցաբերելու այո, դիրքերում տեղ ունեցել, հետո ուշացնով իջացել են հիվանդանոց, նախ Զորամաս, բուժկետ, հետո նոր հիվանդանոց։ 3 օր Արտուր Ղազարյանի առողջական վիճակի կամ ընդհանրապես վիճակի մասին մենք տեղեկություն չունենք։
ամսի 14-ից մինչև 17-ը։ Ու տեսեք ինչ է տեղի ունենում։ Առավոտյան Արթուր Ղազարյանին բուժօգնություն ցուցաբերելու համար բուժ անձնակազմեր են ժամանում Ջրականի Ջեբրայելից եւ Ստեփանակերտից, առանձին բուժ անձնակազմեր։ Երևանից ուղղաթիռ է մեկնում Արթուր Ղազարյանին տեղափոխելու համար։ Հարց ենք բացասել արդեն 6-7 տարի քննությանը վերաբացելուց հետո։ Խնդրում ենք պարզել, արդյոք հաճախակի է լինում գլխացավով զինվորին հիվանդանոց տեղափոխելու ժամանակ, երբ գեներալներ են գնում գիշերը մոտը ու անմիջապես բարձրանում դիրքեր։ Խնդրում ենք պարզել այն գեներալների բացի Մակարյանը, ում հարցաքննում են միայն 24 թվականին, ով իր ցուցմունքներով քննիչի հետ փոխադարձ մենք ցուցմունքը ունենք։ Երկուսը քննիչը զբաղվում է աճպարարությամբ, գեներալը խաբեությամբ։ Ցուցմունքը մենք ունենք, կարող ենք նաև հրապարակել։ Բայց չեն պարզում ինչն է եղել պատճառը, եթե Արթուր Ղազարյանը իսկապես առողջական խնդիր է ունեցել, նրան գլխացավով տեղափոխում են հիվանդանոց։ Ինչու է ամբողջ սպայակազմը բանակի գնում առավոտյան 4:30-5-ի սահմաններում, որից հետո մեկնում էին նաև մարտական դիրքեր։ Վարչապետի հետ հանդիպման ժամանակ այս մանրամասները ներկայացրեցիք ու ինչ պատասխան ստացավ։ Վարչապետը, ես կարճ կասեմ, ինքը ասաց, որ ներկայացրեք, մեղավորները կպատժվեն։ Ու ինչ գործ կունենաք իմ հետ։ Մենք ներկայացրեցինք, ընդ որում մենք չենք ներկայացրել, Տիկին Վարդապետյանը ներկայացրել, որովհետև Տիկին Վարդապետյանը այնքան լավ է ներկայացրել, փայլուն եւ հրաշալի, որ մենք նույնիսկ չենք խոսել։ Իսկ ինչ հիմքով գործը կարճվեց։ Գործը կարճվել է հետևյալ հիմքով, հաստատվել է քրեական օրենքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը։ Քրեական դատավարության օրենսգրքում այս ձևակերպմամբ ես բողոքի մեջ հետևյալ հռետորական հարցն եմ բարձրացրել, ինչ իրավական նշանակություն ունի Արթուր Ղազարյանի մահը պետության համար, եթե այն անգամ էական վնաս չէ, հոդվածն է այդպիսի։ Արդյոք Ղազարյանի ծնողները կամ Ղազարյանը մեղավոր են, որ ծառայության մեջ գտնվող Արթուրի մահը պետության համար որևէ հետևանք չի առաջացնում։ Սա եւս ճակերտների մեջ հանուն ոչնչի մահ է։ Ոնց որ Աննա Վարդապետյանն էր ասում, հանուն ոչ։ Հիմա պարզում է, որ պետությունը ոչինչ չունի անելու։ Արթուր Ղազարյանը ըստ իրենց հիվանդ էր, գնաց, 1 տարի ծառայեց, որպես հետախույզ 4 ամիս էր մնացել որ կգար։ Ծառայության ավարտից կարճ ժամանակ առաջ գլուխը ցավեց, տեղափոխեց իր հիվանդանոց եւ մահացավ։ Հանկարծակի առաջացած ինչ որ ձևակերպումներ են գնում եւ մահացավ։ Շուտով 16-րդ տարին է հիմա ընթանում, քննություն է ընթանում։ Տասնյակներով դիմումներով միջնորդություններ են ներկայացրել։ Երբ հիմա մեզ տրամադրեցին նյութերը, ես ուղղակի մեր ձեզ նաև ձեր հաղորդումը դիտողներին չհոգնեցնելու համար չէի ուզենա, տեսնեք, հարյուրավոր փաստաթղթեր կա գործի մեջ, արխիվը ոչնչացված է, չի պահպանվել, ընդ որում գիտեք ինչն է հետաքրքիր, օրինակ արխիվը 22 թվականին է ոչնչացվել, 23 թվականին է ոչնչացվել։ Մենք, ես որպես փաստաբան ներգրավել եմ 2018 թվականից, եւ մենք խնդրել ենք Արթուր Ղազարյանին վերաբերող հնարավոր բոլոր փաստաթղթերը հավաքենք։ Առնվազն 18 թվականից։ Ամենահասարակ բանը Արթուր Ղազարյանի գործով, որը պարզապես որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, այս պահը հայտնի չէ Արթուր Ղազարյանի դասակի անձնակազմի տվյալները, հասկանում եք, չի կարող այդպես լինել։ Մենք առնվազն 18 թվականից առ այսօր Արթուրի ծնողների հետ հարյուրավոր անգամ փորձել ենք պարզենք գոնե դասակի անձնակազմը։ Դա անհնար էր, որ այդ տվյալը չլիներ։ Մեզ հաջողվել է 2 փաստաթուղթ ստանանք, մեկը 10 թվականի քննության ժամանակ, 11 թվականի, եւ մեկը 21 թվականի դրությամբ։ 2 տարբեր փաստաթղթեր են մեզ տվել անձնակազմի մասին։ Պատասխան չկա, ինչու են տարբեր անձնակազմերը։ Մենք փաստական տվյալ ունենք, որ զինվորը գտնվում է արձակուրդում Կոտայքի մարզում իրենց տանը 2010 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ Արթուրի հետ կապը կորելու ժամանակ։ Միևնույն ժամանակ ունենք տվյալ, որ այդ զինծառայողը գտնվում է Արթուրի հետ մարտական հենակետում։ Պատասխան չունենք։ Մենք չգիտենք ինչ է տեղի ունեցել։ Մեզ պաշտոնապես ասում են, որ ինքը ունեցել է գլխացավ եւ մահացել։
Հարցերը բավականին շատ են, պատասխաններ չկա, գլխավոր դատախազը եւ քննչական կոմիտեի նախագահը գտել են, որ այս գործը պիտի փակվի։ Ընդ որում շատ հետաքրքիր է, նախկինում այլ քննիչ էր աշխատում։ 2025 թվականի հունիսի 16-ին նոր քննիչ է գործը ստանում, այդ 9 հատորները ֆիզիկապես ստանում է, դնում սեղանի, Ոչ ոք։ փետրվարի 3-ին կանչում է, ասում է գործը փակում է։ Բնական հարց է առաջանում, եղբայր, եթե գործը պիտի փակեիք, ստանալու օրը կփակեիք։ Եթե դու 9 ամիս, 8 ամիս այդ հատորները պիտի դներ փոշու տակ, մեզ կանչես ասես ավարտում են, ոչինչ չի կարել։ Ինչ որ փաստ պիտի լինի, չէ՞ գործը փակելու համար։ Ինչ որ նոր տվյալ պիտի լինի։ Եթե այդ տվյալը եղել է դեռ անցած տարի, նախանցած տարի, ապա ինչու եք այս 2 տարին պահում գործը։ Ես կասկածում եմ, որ երբ Եվրոպական դատարանը հունվարի 16-ին կառավարությանը տեղեկացրեց, որ Արթուր Ղազարյանի իրավահաջորդի հետ բարեկամական լուծում գտեք եւ նաեւ բավականին գումար առաջարկվեց, մենք հիմա չենք հրապարակում, զուտ էթիկայի կանոններից ելնելով, ասեմ փոքր գումարի մասին չի խոսքը, հատուցեն ընտանիքին, այդ եվրոպական դատարանի այդ կոմունիկացիա հաղորդակցությունը սկսելուց 18 օր հետո գործը փակում են։ Սա նշանակում է, որ առնվազն Անդրեսյան Կարենը խորհրդակցելով Վարդապետյան Աննա եւ Պողոսյան Արթուրի հետ առաջի դեմքերով զեկուցում են վարչապետին, նա էլ հավանաբար ասում է, որ պետությունը տալու գումար չունի, տարեք գործը փակեք։ Այսինքն առ են համարում եվրոպական դատարանին, բայց միևնույն է գործը քննվելու է։ Թեև չեմ զարմանում, որտեղ ինչպես Արթուր Ղազարյանի գործը, այնպես էլ այլ զինծառայողների գործ, Օհանջանյան, Մուրադյան, այլ զինվորների գործ, Անդրանիկ Բկրչյան կայացված եվրոպական դատարանի վճիռները չի կատարում Հայաստանը, ավելին ասեմ։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քաղաքական գնահատական է տվել դրան։ Միևնույն է չեն կատարում։ Եթե մենք ժողովրդավարության բաստիոնն ենք ու իրավունքի հետ վարվում ենք այսպես, ապա ավելացնելու բան չունենք։ Դուս ագալի որ մենք պետություն չունենք, ափսոս այն մեր այդքան ջայլ զինվորները, որ այսօր որը երաբլուրում բարգած են։ Հազար ափսոս։ Ուղղակի մի բանա, որ այդ ցավը իրանք պետք է տեսնեն։ Չի կարելի դու ոնց կարող է պատահի, որ զինվորի ծնողը պահում է 18 տարի ու տալիս է պետությանը ու պետությունը գլուխը ուտում է ու գործին ընթացք չի տալի, ոնց է ստացվում։ Քննությունը չի կարողանում բարձել։ Այսինքն բոլորը ստախոսներով նստած են, այսօր որը իրանք մտածում են իրանք աթոռի մասին, ով է նստելու։ Ուրիշ ոչ մի բան, ասում են նախկիները, էսի, էնի, դուք էլ եկել եք, նախկին արել է, դուք բացահայտեք։ Հիմա կարտանում են, ասում են, մեր իշխանության օրոք բանակում խաղաղ պայմաններում զինվորներ չեն մահանում։ Այս տարին իր քանի հոգի զինվոր են մահացել, քանի զինվոր է մահացել։ Այսինքն բաներ կա, որ, չգիտեմ, իրանց այդ համակարգը ստախոսների, հանցագործների հավաքել են սենց իրանց այդ շղթան, որը որ դրեցին հիվանդություն, որ պատկան աջաներով սենց մարմիներով գնաց, էլի գալու ես այդ նույն ծայրի վրա, նույնն է լինելու, տարբերություն չունի, այսինքն իրանք եթե ասում են մի բան, իրանք իրանց ասածը չեն հերքում։ Տիկին Ղազարյան, փորձել եք վարչապետի հետ կրկին հանդիպում պահանջել ու արդեն գործը փակվելուց հետո պարզաբանումներ ստանալ։ Նախկինում ինքը մանրամասների մասին տեղյակ է եղել, սակայն որոշումը այլ է եղել։ Փորձել եք խոսել այդ։ Մենք վարչապետին անձամբ 3 հատ դիմում ենք ներկայացրել։ Ու ինքը մեզ չի ընդունում։ Բայց մինչ այդ վարչապետը ասում էր, ինչ է լինի այսօրվանից տենը, միայն իմ հետ ունեք գործ, միայն ես եմ։ Ու այդ միայնը 18 թվից առեսօր ինքը գիտեք ոնց է գնում, իսկի դիմումին էլ չեն պատասխանում։ Նույնն էլ Աննա Վարդապետյան ասում էր, ինձի 1 ամիս ժամանակ տվեք, տեսեք մամաներ ջան, ես ինչ եմ անելու։ Ինչ նստեց այդ աթոռի վրա, որ դարավ ինքը դատախազ, վերջացավ, ոչ մի բան։ Այսինքն իրանք այդ աթոռներով էին իրանց այդ կարևորը դատախազի, քննիչի, վարչապետինը աթոռներ, որ իրանք այդ աթոռը վերցնեին, աթոռից բացի իրանց ոչ մի բան չի նշան, հասկանում եք, հետաքրքրություն իրանք չունեն, իրանց այսօր
Պարգևավճարներն ա, գումարներն ա, այսօր իրանք խառն են, ոնց անեն, որ ամեն տեղից մի բան անեն, իրանք նստեն։ Չեն ուզում մարդկանց, դաժե իրանք չեն ուզում, որ լրագրողները, առաջ լրագրողները մոտենում էին ծնողներին ու այս երկրի վիճակերը, իսկ հիմա լրագրող չկա, բոլոր լրագրողներին մի անկյունի մեջ է լցնում են, ասում են վերջ, նկարագրում եք, որ Հայաստանը ծաղկում է, բայց արդյոք ծաղկում է։ Հասկանում եմ, այլ գործը փակվում է եւ